Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր պիտի խոսեմ շատ գեղեցիկ բույսի մասին, արդեն տեսնում եք սեղանիս է դրախտավարդ։ Դրախտավարդ նրա հայերեն անվանումն է։ Ձեզ ավելի շատ հայտնի է հավանաբար որպես գորտենզիա կամ հիդրագենա։ Հիդրագենա լատիներեն անվանումն է։ Լատիներենից հիդրագենա նշանակում է ջուր սիրող, այսինքն արդեն մենք մի անգամից իմացանք, որ այս բույսերը շատ ջուր են սիրում։ Քիչ հետո կանդրադառնամ խնամքի մանրամասն պայմաններին, իսկ հիմա եկեք ծանոթացնեմ ինչ է սպասվում մեզ այս ամբողջ հաղորդման ընթացքում։ Կծանոթանանք գորտենզիայի տեսակներին, կծանոթանանք ինչպես պետք է տնկել այգում, ինչպես պետք է պահել սենյակային պայմաններում, եւ ամենակարևոր հարցը, որ դուք անընդմեջ տալիս եք, ինչպես կարելի է փոխել այս ծաղկի բույսը, այս ծաղկի գույնը, որովհետեւ գիտեք, որ այն միակ ծաղիկներից է, հազվադեպ ծաղիկներից է, որ մարդու միջամտությամբ կամ հողի բաղադրությունից ելնելով ծաղիկների գույնը կարելի է փոխել վարդագույնից մինչև մուգ մանուշակագույն։ Դե եկեք սկսենք հենց սկզբից։ Այս բույսը 16-րդ դարում ներմուծվել է Եվրոպա, Չինաստանից եւ Ճապոնիայից։ Տեսականին անցնում է 80-ից, սակայն մեր պայմաններում եւ պարտեզում եւ սենյակում հիմնականում օգտագործում է նրա 3 տեսակը։ Ուրեմն որոնք են դրանք։ Առաջինը դա դրախտավարդ խոշորատերևն է, այն ինչ տեսնում եք մեր սեղանին, կոչվում է մակրոֆիլա։ Երկրորդը դրախտավարդ հուրանավոր հայերեն անվանումը, լատիներենը պանիկուլատա կամ միծելչտիրուսները ասում են, եւ պարտեզայինը կամ ծառանմանը, որը հիմնականում աճում է դրսի պայմաններում։ Տեսեք, խոշորատերևը, ինչպես նշեցի, կարող ենք աճեցնել եւ սենյակային պայմաններում, եւ պարտեզում։ Եկեք ի սկզբանե իմանանք այն կարևոր հատկանիշները, որ եթե բույսը տնկում ենք պարտեզում, ապա նա հաստատ կաճի երկար տարիներ, իսկ երկար տարիների ընթացքում նրա բարձրությունը տեսակից ելնելով կարող է հասնել մինչև 3 մետրի, պատկերացնում եք, եւ ամեն տարի առատ ծաղկի։ Առաջին կարևոր պայմանը նրա տեղի ճիշտ ընտրությունն է։ Գորտենզիան չի սիրում արևի ուղիղ ճառագայթ, ուրեմն խուսափում եք հատկապես այն տեղերից, որտեղ կեսօրի ժամը 12-ից մինչև ցերեկվա ժամը 4-ը լինում է արևի ուղիղ ճառագայթ։ Կարող եք դնել կամ ցրված լույսով տեղ, կամ կիսաստվեր։ Երբեմն ասում են, որ սիրում է ստվերով տեղ, այդ դեպքում հիշեք, որ ծաղիկների գույները այդքան վառվռուն չեն լինում եւ ծաղկումը կարճատև է տևում։ Ուրեմն ամենահարմար տեղը կիսաստվեր կամ ցրված լույսով տեղ։ Երկրորդ պայմանը։ Գորտենզիան չի սիրում փոս ընկած տեղեր, հատկապես քարային այգիներում շատ գեղեցիկ է, երբ նա տնկվում է մի փոքր վերև, հա, մոտավորապես հողի բարձրությունից մի 50 սանտիմետր վերև շատ գեղեցիկ է նայվում։ Սա երկրորդ պայմանը։ Գորտենզիան շատ, այսպես ասեմ, կանացի կապրիզներով բույս է եւ իր կողքը տանել չի կարողանում մի քանի բույս, որոնք են սև հաղարջը, սպիտակ ակացիան եւ հատկապես սխտորը, հարևանությամբ տանել չի կարողանում։ Իսկ այ կան բույսեր, որոնց շատ է սիրում։ Դա է պիոնը, խոստան, հիրիկը եւ աստիլբիան։ Այս բույսը շատ մեծ կախում ունի հողի pH-ից, այսինքն թթվայինությունից։ Սիրում է չեզոք կամ մի փոքր թթվային հող, այսինքն pH-ը 6-ի սահմաններում։ Տեսեք, մենք ունենք հատուկ գորտենզիաների համար նախատեսված հող, որը շատ լավ է եւ սենյակային պայմաններում եւ այգում աճեցնելու համար։ Այսինքն կա բոլոր բաղադրիչ մասերը, որը անհրաժեշտ է չեզոք կամ թթվային հողի համար եւ փխրուն, օդաթափանց եւ ջրաթափանց արմատների համար։ Սակայն, եթե չկա այս հողը, ապա ինքներդ կարող եք վերցնել սովորական մեր այսպես կոկոսի տորֆով, որը չեզոք է, կոկոսի տորֆով հողը, տեսեք ինչ հրաշալի հող է, պարզապես խորհուրդ կտամ նրան ավելացնել մի քիչ ավելի շատ պերլիտ, ոչ թե 1/3-ի չափով, այլ մի փոքր ավելին, այսպես, մոտավորապես մեկ ծաղկամանի համար, տեսեք,
այս տեսքն է ունենում եւ կարող եք ավելացնել նաեւ փայտի ածուխ։ Իմիջիայլոց ասեմ, որ այգիներում տնկելու համար փայտածուխի ավելացումը խիստ կարևոր է։ Այգում տնկելու համար բարձրությունը փոսիկի պետք է լինի մինչև 40 սանտիմետր։ Ընդ որում 10 սանտիմետրը մենք ավելացնում ենք դրենաժ, ապա տնկում ենք հողը։ Տեսեք, գորտեզիան այն բույսերից է, որ տնկելու կամ վերատնկելու ժամանակ, հիմա ես ձեզ ցույց տամ, երևի այս մեկը վերցնենք, մեկը շատ ջրած է, մյուսը քիչ, սրա վրա կարող եմ ցույց տալ։ Երբ հանում ենք հողից, երբ հանում ենք հողից, ապա վերատնկման ժամանակ անհրաժեշտ է ամբողջ տորֆային մասը հատիկ հեռացնել, մաքրել, ապա նոր տնկել։ Դա կլինի թե սենյակային պայմաններում, թե այգու համար նախատեսված։ Էս էլ էսպես։ Ուրեմն խոսեցինք լույսի մասին, հիմա ջերմաստիճանը։ Շատ ջերմասեր բույս չէ։ Այն շատ լավաճում է 16-18 աստիճանում, իդեպ երբ դնում եք ձմեռման, լավ, ձմեռումը մի փոքր հետո, եկեք խնամքը վերջացնեմ, որ շտապում եմ ամեն ինչ արագ ձեզ ասել։ Հիմա հասնենք ջրին, արդեն ասացի անվանումը խոսում է այն մասին, որ բույսը շատ ջուր է սիրում։ Հիմա սենյակային պայմաններում ինչպես կարող եք կողմնորոշվել, ջրել պետք է թե չէ։ Նախ տերևները սկսում են մի փոքր կծկվել։ Սա առաջին հուշումն է, որ բույսը ջուր է ուզում։ Երկրորդ, երբ բարձրացնում եք թաղարը, տեսեք սա ջրված է, ինչքան դժվարությամբ եք բարձրացնում, շատ ծանր է։ Այս դեպքում, երբ բույսը ջրված չէր, ապա շատ հեշտությամբ կարողանում եք բարձրացնել, այն շատ թեթև է։ Ջրելու ժամանակ կարող եք երկու տարբերակ օգտագործել, կամ դնել որևէ ափսեի մեջ եւ ջրել վերևից, կամ ջուրը լցնել եւ այս տեսեք, տակի անցքերի միջոցով ինքը հեշտությամբ ջուրը վերցնում է։ Սա էլ խոսեցինք ջրի մասին։ Գորտենզիան շատ է սիրում օդի բարձր հարաբերական խոնավություն։ Եթե մենք այն պահում ենք սենյակային պայմաններում, ապա հաճախ անհրաժեշտ է նրան ցողել։ Ցողում ենք առատ հատկապես տերևները, աշխատում ենք ծաղիկների վրա շատ ջուր չլինի։ Այսպես շատ լավ կարող եք ցողել ամեն օր։ Հիմա շատ կարևոր է, որ եւ ջուրը ջրման համար եւ ցողը լինի գոլ ջրով։ Ոչ միայն հավաքած սենյակային ջրով, այլև մի փոքր գոլացրեք նոր 30 աստիճանի սահմաններում, եթե ուզում եք ծաղկումը շատ առատ լինի։ Հիմա եթե ես ամփոփելու լինեմ, ապա գորտենզիան սիրում է խմել ջուր եւ ուտել։ Սա ինչ է նշանակում, որ 15 օրը մեկ անգամ նրան անհրաժեշտ է պարարտացնել կամ հատուկ գորտենզիաների համար նախատեսված պարարտանյութով կամ ծաղկող բույսերի որևէ պարարտանյութով, ազոտական, ֆոսֆորական, կալիումական աղերով հարուստ եւ 11 միկրոէլեմենտներով։ Հիմա եկանք ամենակարևոր պահին, ինչպես փոխել գորտենզիայի գույնը։ Տարբեր տարբերակներ կան, թեպետ ասեմ, որ այնքան էլ հեշտ չէ, նախ նյութերը գտնելը ջարելը, բայց փորձենք, բոլոր դեպքերում իմացեք։ Տեսեք, ծառանման գորտենզիաները, այն ինչ դուք տեսնում եք մեր սեղանին, բնության պայմաններում եւ այգում նույնիսկ պարբերաբար փոխում են իրենց գույնը ինքնուրույն, առանց մեր միջամտության, կախված հողի pH-ից։ Եթե մենք ուզում ենք ինքներս փոխել գույնը, ապա տեսեք, այստեղ ցույց եմ տալիս ձեզ։ Վարդագույն երանգից այստեղ երկնագույն ստանալու համար մեզ անհրաժեշտ է ալյումինիումի սուլֆատ, ալյումինիում 2SO4, սա քիմիական բաղադրությունն է, ֆորմուլան է, որը 10-ից 15 գրամը մենք լուծում ենք 10 լիտր ջրում եւ դրանով, ասենք 1-2 անգամ, մի 3 անգամ նույնիսկ կարող եք ջրել բույսը գույնը փոխելու համար։ Ինչ վերաբերում է երկրորդ տարբերակին, ապա կարող ենք օգտագործել դոլմիտային ալյուր, որը իրենից ներկայացնում է կալցի CO3-ի եւ մագնեզիումի CO3-ի խառնուրդ։ Այսպես։
Ընդհանրապես ասեմ, որ վարդագույն երանգը ստանալը շատ ավելի հեշտ է, քան կապույտը, որովհետև եթե հողը մենք մի փոքր թթվայնացնում ենք, նույնիսկ լիմոնաջրով, ապա կարող եք սպիտակից հեշտությամբ ստանալ վարդագույն երանգ։ Ուրեմն խոսեցինք ծաղկման մասին, խոսեցինք խնամքի մասին, հիմա անդրադառնանք ձմեռմանը, երբ բույսը ավարտում է իր ծաղկումը, ինչ պետք է անել։ Ուրեմն խնդրում եմ մի վախեցեք էտելուց, որովհետև դա բույսին միայն օգուտ է տալիս, վնաս չի տալիս։ Թողնում ենք բույսի վրա 3 առողջ աչք, իսկ մնացածը խորությամբ կտրատում ենք։ Իդեպ ասեմ, որ սենյակային պայմաններում էր, երբ բույսը ավարտում է ծաղկումը, ոչ թե հեռացնում եք միայն ծաղկման մասը, կարող եք հենց սկզբից հեռացնել նաև առաջին 3 տերևը միասին, որպեսզի նա նորից կարողանա ծաղկել։ Իսկ ծաղիկը բույսի վրա մնում է շատ երկար։ Ուրեմն կտրատեցինք եւ ապահովում ենք նրա ձմեռումը։ Ձմեռումը հիմնականում շատ կարևոր է անել սառը պայմաններում նկուղում։ Երբեմն կարող եք հողը թեթևակի ջրել, որպեսզի ամբողջովին չջրազրկվի եւ նախապատրաստել գարնանը։ Եթե նույնիսկ ամբողջովին չոր է լինում ձեր բույսը, բայց զգում եք, որ ցողունի մեջ հյութ կա, ինչպես այս դեպքում է, ապա վստահ եղեք, որ նա նորից պետք է կանաչի եւ բնականաբար ծաղկի։ Եվ անպայման վերջում ասեմ բազմացման մասին, ես հիմա պարզապես չեմ ուզում կտրել բազմացնել, որտեղ այնքան լավ են ծաղկած, ձեռքս չի գնում։ Մեկ անգամ առիթ կլինի ցույց կտամ, թեկուզ կարճ տեսահոլովակով։ Նայեք, բազմացման համար պետք է ընտրել մի փոքր փայտային ճյուղերից, այսպես, եւ իհարկե նորից վրան լինի 1, 2, 3 աչք գոնե։ Կտրոնների չափը պետք է լինի 13-ից 15 սանտիմետր եւ անպայման օգտագործեք որևէ արմատակալման միջոց։ Ես ձեզ ասել եմ, դա կարող է լինել կորնիվինը, ցիրկոնը, դամացվետը կամ ինքներդ պատրաստեք խմորիչով լուծույթ, թողեք կտրոնները 1 օր նրա մեջ, իսկ ինչպես էինք պատրաստում, հիշում եք, կարող եք մի փոքր, ասենք 1 թեյի գթալը լուծել կես լիտր ջրի մեջ, կտրոնները թողնել նրա մեջ մոտավորապես մի 5-6 ժամ, ապա հանել եւ տեղափոխել սովորական մաքուր ջրի մեջ։ Այսքանը սիրելիներս, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, մենք օրեցօր շատանում ենք եւ խումբը լավանում է որակապես, արդեն հարցերից էլ է դա երևում, դրեք ձեր լայքերը, գրեք ձեր հարցերը, իսկ ես միշտ կպատասխանեմ։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։